Այսօր ռուսական զինուժի վերահսկողության տակ են անցել նաև Խարկովի մարզի Զեմլյանկի և Դոնեցկի Իլինովկա բնակավայրերը։ Հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Սակայն ռուս-ուկրաինական շփման գիծը շարունակում է մնալ առանց էական փոփոխությունների։ Ամենաթեժ մարտերը արևելքում են, Դոնբասի ուղղությամբ։ Կողմերը փորձում են իրավիճակը հօգուտ իրենց փոխել հիմնականում ինտենսիվ հրետակոծություններով ու պարբերական գրոհներով։ Ռազմական փորձագետները նկատում են, կողմերը առաջ են շարժվում փոքր խմբերով անօդաչուների աջակցությամբ։ Դրոններն այս պատերազմում դարձել են առանցքային գործոն, օգտագործվելով հետախուզության, հարվածների, նույնիսկ մատակարարման համար։ Իրավիճակը շարունակում է ծանր մնալ մերձճակատային բնակավայրերում։ Ռուսական դրոնների պարբերական հարվածների տակ են հայտնվում Օդեսան, Դնեպրն ու Խարկովը։ Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բելգորոդի մարզի տարբեր շրջանների։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել ևս 3-ը։ Նորից սև ծխի մեջ է Տուապսե քաղաքը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում երրորդ անգամ է Ուկրաինան հարվածում Տուապսեի նավթավերամշակման գործարանին։ Կրասնոդարի օպերատիվ շտաբի տվյալով ԱԹՍ-ների բեկորներից գործարանում հրդեհ է բռնկվել։ Դարձյալ վտանգված է ծովային ավազանը։ Անցած հրթիռակոծությունից տեղի ունեցած նավթի արտահոսքը միայն օրեր առաջ էր չեզոքացվել։ Կիևը ինտենսիվացրել է հարվածները Ռուսաստանի խորքում գտնվող ռազմավարական ենթակառուցվածքներին։ Չնայած սրան, ծանր ընտրության առաջ է այսօր կանգնած Զելենսկին։ Ուկրաինայի ամենամտերիմ դաշնակից Գերմանիայի կանցլերը բաց տեքստով հայտարարել է. Ինչ-որ պահի Ուկրաինան Ռուսաստանի հետ կստորագրի հրադադարի համաձայնագիր եւ հուսով եմ ինչ-որ պահի նաեւ խաղաղության պայմանագիր։ Այդ դեպքում կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը այլևս ուկրաինական չլինի։ Տարածքային զիջումներ ընդամենը Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների դիմաց։ Փաստացի այս պահին սա է առաջարկում Բերլինը։ Կիևի Եվրամիությանն անդամակցության գործընթացը նախկինում արգելափակել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում նրա պարտությունը հույսեր է առաջացրել, որ գործընթացը կարող է անցնել հաջորդ փուլ։ Ուկրաինան այս պահին Եվրամիության անդամի պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ունի, սակայն Մերցը զգուշացրել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ պատերազմական վիճակում է։ Կիևը ուղիղ չի արձագանքել, բայց կրկին Ռուսաստանի դեմ միավորվելու կոչ է արել։ Ուկրաինան այս պատերազմում պաշտպանում է ոչ միայն իրեն։ Ռուսաստանը ցանկանում է մեր տարածքը, որպեսզի կարողանա գրավել ուրիշների տարածքները։ Եթե նա հաջողության հասնի մեր երկրի մեկ հարևանի հետ, նույնը կանի նաև ուրիշների հետ։ Միևնույն ժամանակ խորանում է 1 օր առաջ պայթած Ուկրաինա-Իսրայել դիվանագիտական սկանդալը։ Արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունը, թե Իսրայելը Ուկրաինայի օկուպացված շրջանում արտադրված ցորենի մեծ խմբաքանակ է ներկրել, Թել Ավիվը ժխտում է, պնդելով, որ պաշտոնական Կիևը որևէ ապացույց չի ներկայացրել։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։